Հարաբես այս ինչ որ լսում եմ, ես մաքսիմալ հերո էի, այսինքն մաքսիմալ պասիվ էի, լսում էի ու զարմանում էի, որտեվ այդ մանրամասնությունները չի կարա սխալ լինի իմ կարծիքով։ Այն աստիճանի մանրամասն ոնց որ դու նկարագրեցիր, դա ուղղակի աղետ չի, դա խայտառակություն է այն առումով, որ այն օրը մեր բակում փողոցի երկու մուտքի մոտից նայել եմ ժամով 3-ից 4 ժամից ավել, 4 ժամից ավել, 3-ից 4 ժամից ավել, երկու ոստիկան ներքին զորքերի մաներ աշխատողներ թրջված տղերք էին երևում էր, էլի։ Կանգնած էին գլուխները սենց ծուռ։ Թրջված թե թրջված։ Թրջված։ Երևում էր, որ ասեն։ Ինչ համար ինչ ենք անում։ Վերջը գնացի հարցրեցի։ Նարկոտիկ էին եկել։ Ասի, ինչ չէր, երկու մուտք կա շենքի մոտ։ Ճակատային հատված։ Կանգնած էին ամեն մեկը մի տեղ։ Ու պրիտոմ ասում եմ որ տեներ ոնց էին կանգնած, մեղքդ կգար։ Ասի սխեքս թե կայնած, այդ աղեք չար այսքան ժամանակա։ Ասում է շեֆն է ասնում։ Ասում եմ շեֆը ով է ներքին գործերի նախարարն ասում, քեզ բերես թե ստոլբա է դրել այ ախպեր։ Ստոլբի կողը կայնած, ստոլբի նման դե կայնոր հենվեր։ Պարզվեց Նիկոլն է ասում։ Ոստիկանությունը զբաղված է այսպես բաներով։ Ոստիկանությունը զբաղված է այսօր համալիրում օպերատիվ աշխատողներ լցնելով ու Նիկոլի տուտուզը պահելով։ Ոստիկանությունը թքած ունի, սիրելի հայրենակիցներ։ Ձեր առողջության, ես այդ տղերքին բան չունեմ ասել, իրոք մեղք են, իրանց սարքել են ստոլբա։ Ուրեմն ձեր երեխեքի, ձեր առավել եւս առողջության, անվտանգության վրա թքած ունեն դրանք բոլորով։ Եթե դպրոցում երեխեքին կարան նարկոտիկի վրա, ասենք, կանֆետ տան նարկոտիկը լինի մեջը ու հագցնեն նարկոտիկի, սա արդեն աղետի վերջն է։ Դա անգամ 40-ականների, 50-ականների, անգամ 60-ականների Հարլեմում, Նյու Յորքի հայտնի Հարլեմում, նարկոտիկը երեխեքին տալը հանցագործություն էր, որ վխտում էր նարկոտիկը այդտեղ։ Անգամ Կոլումբիան, երբ որ Մայամիով Ամերիկա նարկոտիկ էր ուղարկում, այդ մտած նարկոտիկը չէին տալիս։ Չէին, իմ համար այդ ցավալի թեմա է, Սյուզի ջան, որովհետև դու հասկանում ես, դա ինչ աղետ է դպրոց մտցնելը։ Այս վիճակն է, ժողովուրդ ջան, ձեր երեխեքին ուշադիր եղեք։ Դուք ինքնապաշտպանության թույլատրելի միջոցներով զինվեք, ունեցեք ձեր մոտ ինքնապաշտպանական միջոցներ, օրենսդրությունը թույլ է տալիս։ Այս բորենիների իշխանության պարագայում ուրիշ բան չկա, քան դու ինքդ ապահովես քո անվտանգությունը, չէ, դպրոց ուղարկելուց ուշադիր եղեք, ուշադիր։ Խոսան իրանց երեխեքի հետ անընդհատ։ Փորձեն կառավարել իրանց երեխեքի դպրոցական առօրյան, Սյուզի ջան, բայց ինչ անես։ Հասարակությունը վարի է գնում։ Բայց չէ, դա պարզ է, բայց դպրոցից է չէ սկսում։ Իսկ նարկոտիկը արդեն մտել է դպրոց։ Ու ամենակարևորը, ես նաև ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր այսօր ում թողտվությամբ այսօր այս ամեն ինչը տեղի է ունենում։ Վաղը Նիկոլը այդ հոդվածով չի դատվելու, հիշեք սաղըտ, ոստիկանության համապատասխան բաժնի պետ էր, չգիտեմ, ես միշտ ծառայության պետ էր, դուք եք դատվելու այդ հոդվածով, Նիկոլը ավելի ծանր հոդվածով է դատվելու, դուք բոլորդ այս հոդվածով դատվելու եք, իմացեք, հատ գտնելու ենք այն նրանց, ում պատճառով այս ամեն ինչն եղել է, հատ, ոչ թե քյաբաբար, հատ։ Իսկ աղա վերջում մի քանի հոգով մնանք։ Չէ, մի քանի հոգով վերջում վստահաբար չենք մնա, որտեղ լիքը լավ պարկեշ տղերք եկան։ Ես համաձայն եմ, ու երկրորդ գծով այդ տփողներ, այդ դուք իմ ռուբրիկան եք դառնալու։ Իշխանափոխությունից հետո այդ ուժեղ տղերք, որը տենց ուժեղ տղերք եք պագոնի տակ արա, այդ որ պագոնները դրած կողները, ինչ ուզում անում եք ձեր կարծիքով ու մարսում եք։ Հա? Այդ սաղ այդ լավ տղա կոչվածն, ովքեր լավ տղա են իրանց համարում, չգիտեմ, հեղինակություն, այս ինչ, այն ինչ։ Սաղըտ ձեր ոլորտում քիթներդ քսվելու է գետնին, արա։ Սաղըտ, ով պագոնի տակ ունենալով գարանտիա մարդ է տպում, սաղըտ հագնելու եք այս իշխանափոխությունից հետո։ Անուն առ անուն սաղ ժողովուրդը ձեր հայաթներում իմանալու են ով եք դուք, արա։ Որ իմացել եք որ միլիցեքը ձեր հետ են, իրանք լավ էլ գիտեն։ Կներես Սյուզ, ոչ թե ոստիկաններ, այլ միլիցեքը ձեր հետ են ու արել եք այն բեսպրիձելը, որը որ ոչ մի լավ տղա իրան թույլ չի տա։ Նախ միլիցու հետ լինի, եւ երկրորդ դրա տակ մարդ տպի։ Իմացեք, այս օրը գալու է։ Արա ես վստահ եմ, որ այս օրը գալու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս օրը գա, դուք եք վստահ եղեք։ Ամեն իրիկուն մտածեք ձեր հաջորդ արածի համար ավելի վատ պատժի մասին։ Ելնելու է այդ օրը, արա։
Ես ինչ են արասար, քեսքան երեխու դպրոց ուղարկես, մտածես, որ ասեն կարող է մեկը նարկոտիկ տարա։ Հասկանում եք դա ինչ է։ Ես երկու շաբթի կզբաղվեմ իմ ստացած տեղեկատվությամբ, ես Աստված եմ կանչում, որ սուտ լինի։ Այսպես մանրամասն նկարագրել են, տեսնենք ինչ կստացվի, բայց համենայն դեպս Երևանը պիտի վերադառնա մեզ, էլի։ Ոնց որ մեզնից գնացել է, չէ՞ մեր քաղաքը։ Արա համ կոլորիտն է կորե, համ չգրված կանոններն են կորե, արա ոնց կարա։ Քոնոնց էլ չես տեսնում, հասկանում ես, դու դուրս ես գալիս, քոնոնք չկան, ինչ որ ուրիշ մարդիկ են։ Կոլորիտը կորել է, Սյուզի ջան, կոլորիտը կորել է։ Շատ անտարբերություն է, այսպես կիսաբաց վրաները, այսպես քայլում է, այսպես քսքս։ Այդ որ ասում եք, կասկադի կաֆեներ բաներ։ Այն այս վերջերս մարդ էի հանդիպել ուտեղ, գնա ուշադիր արա ոչ մեկի հայացքում մեծամասնության լավ կամ պրոստի ես շատ սուբյեկտիվ է իմ մոտերը տենց անցալու։ Արա կյանքի բան չկա, հասկանում ես։ Այդ պահի իրանց 10-ով կենա, այդ պահի իրանց կայֆն է, այդ պահի իրանց վայելքն է։ Այդ ոնց էր ասում, ոնց է ասել այդ տղեն, որ ասեցիր այդ Women's Club կոչված տեղում, որի դեպի ամենատափակագույն հումորներն է։ Անջատ եք, արա կայֆավատ եք տղեկ։ Ասա դուք չեք պատկերացնի ինչ հաճելի է, որ դու լուրեր չես կարդում։ Հա, դե դա։ Մի կարդացեք, մենք լուրեր չենք ստեղծում։ Օսվենցիմում էլ մենք սկզբում հաղորդման Օսվենցիմից էինք խոսում, որ տանում էին գազախցիկ կողելու են հрьяաներին ում հերթն եկել էր։ Արա մի երկու օր առաջ սրանց այդ ջանջիգար ես ձեր ցավը տանեմ էլ ոչ մեկը փոս մի փորեք բանման, նրանց փոսերը փորած է, գնում եք լողանալու, բաղնիկ եք գնում։ Տանում լողաստում, ուրախաստում, հանում էին, բան ասում էին, էսե ձեզ շորերը վերցրեք, մտեք բան։ Կողում գազախցիկ առրատ հետ ուզ մեկը դուս կգա։ Այդ Չարենցի ասած է, արա մի կարդացեք, արա իշտերի տա պետք լուրեր եք կարդում։ Արա խեք ձեզ ծանրաբեռնում։ Խի իմանաս դու, որ դպրոցներում կա նարկոտիկ։ Ավելի լավ չի միանգամից երեխեդ պերեդոզով զանգեն ասեն արի հիվանդանոց սատկում է երեխեդ նարկոտիկից այդ վաղտ իմանաս։ Ինչի նայես որ կանխես, կասես ինձ։ Կամ ասենք ինչի նայես որ ասենք ուժը լավ տղերքը դարել են միլիցեքի հետ աշխատող տղերքը աղբեր։ Գիտեն միլիցեքն իրաց չեն բռնելու, միլիցեքի հետ հավասար գնում են այդպես բան են անում։